Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում 7 րոպե տեղացած խոշոր կարկուտը հասցրել է վնասել գյուղացիների ամբողջ բերքը։ Տնամերձ հողամասերում ծառերին ու թփերին գրեթե ոչինչ չի մնացել։ Ջուջևանում մեծապես անասնապահությամբ են զբաղվում բնակիչները։ Կարկուտը վնասել է նաև դաշտում եղած խոտը, որ բնակիչները պատրաստվում էին առաջիկա 1 ամսվա ընթացքում հնձել։ Ջուջևանցիները հիմա անելանելի դրության մեջ են հայտնվել։ Ասում են, կենդանիների համար ձմռան անասնակեր չունեն եւ տարակուսած են ինչպես են անասնակեր գտնելու, հաշվի առնելով, որ հարակից գյուղերում իրավիճակը նույնն է։ Ասենք ինքը որը սկսվեց առանց անձրևի, էլի, չոր ձևի ու ասենք դա շատ ավելի ահավոր էր, քան որ անձրևը խառը գալիս էլի։ Ինքը հետո կարկուտի նման չէր ինքը։ Ոնց որ սառույցի կտորներ էր։ Դրա համար իր տված այդ հարվածները շատ ուժգին ա եղել, էլի։ Դրա համար ասենք վնասի չափը մեծ եղել։ Մեր գյուղում շարժական անշարժ գույքի դենց վնաս չի եղել, քանի որ 11 թվականին այստեղ նորից ավելի ուժեղ կարկուտ ա եկել ու լրիվ տանիքները կարելի ասել սաղ փչացրել էր ու մարդիկ նոր տանիքներ, թիթեղյա տանիքներ են գցել ու դրա համար այստեղ վնաս չի եղել այդ անշարժ գույքի մասով։ Իսկ շարժական գույքի մասով կարամ ասեմ 1-2 մեքենա դա հենց վնասվել է։ Իսկ այգիների մասով լրիվ վնասը 100%-անոց է, էլի։ Այսինքն ոչինչ չկա։ Ու նաև պետք է հաշվի առնենք, որ գյուղը կարելի ասել հիմնականում անասնապահությամբ է զբաղվում, ու ասենք այս ժողովուրդը կանգնելու են հարցի առաջ ձմռանը այդ անասուններին կերակրելու խնդիր առաջանալու, քանի որ այդ խոթարքները լրիվ պարկացրել է գետնին, էլի խոտը։ Դա ասենք որպես անասնակեր չեն կարող օգտագործել։ Էլի խնդիր առաջանում։ Դե մեծ քանակությամբ մենք չունենք, ընդհանրապես տնային տնտեսություններում, իրանց այգիներում, իրանց սպառման համար ասենք մարդիկ ունեն։ Իսկ մնացածը, եթե ավելցուկ ունեն, մեն թեթևակին հենց վաճառում են, այլ որպես բիզնեսի միջոց այդտեղ չկա դենց։ Բայց արդեն բնականաբար, եթե իրանց սպառմանը չունենան, պետքա գնեն, էլի խնդիր է։ Մարդիկ դե վճարունակ չեն, էլի այս պահին խնդիր է գյուղում։ Փոխհատուցման համար մարզպետարանից կամ Նոյեմբերյան համակարգից որևէ բան ասել են, հավաքանքում եք վնասները։ Դե վնասները գյուղատնտեսության մասով չեն ասել, շարժական անշարժ գույքի մասով ասել են, ինչ կա, ասենք ներկայացրել են։ Ես նորից ի սկզբանե նշեցի, որ 1-2 տրանսպորտային միջոց է վնասվել։ Կարող է ասենք լինի էլի վնասված, բայց մեզ տեղյակ չեն պահել։ Կարող է մարդիկ իրանք էլ չիմանան, որ իրանց տրանսպորտային միջոցը վնասվել է, հետո հայտնաբերեն, չեմ կարող դուրս ասել, բայց այս պահին 2 հոգի տեղյակ են պահել։ Այսինքն տնամերձ այգիների բերքը ու խոթարքների վնասները չեն փոխհատուցվելու, այդպես է ստացվում։ Դե ես իսկի չգիտեմ, այդ շարժական անշարժ գույքի մասով փոխհատուցվելու է, թե չէ, ինչ մնաց ասենք, ես ճիշտ չի լինի, որ դենց հայտարարություն անեմ, ասեմ, փոխհատուցվելու կամ չի փոխհատուցվելու։ Չեմ կարող ասեմ, դե կառավարությունը երևի կորոշի, ոնց կանի, ինչ կանի։ Ձմռանը բնակիչները խնդիր են ունենալու, այսինքն անասնապահությամբ զբաղվող բնակիչները։ Իհարկե։ Ուրիշ որ բան չլինի, ասենք, այդ մեկ միավորի արժեքը հաստատ կրկնակի գինա լինելու այդ կերամիավորի արժեքը։ Որ ասենք, հետո ասենք տարածաշրջանը, որ ձեզ նայում եք, մեր համայնքի մարզի տարածքում, դե բնականաբար սաղ տեղերներ կարկուտ եկել է ու նույն խնդիրը ամեն տեղեր կա։ Բնականաբար այդ կերերը պետք է այլ տեղերից բերվի, բնականաբար ծախսը ավելանում է, սաղ հաշվարկներ է ու ասենք դες մտով էլ պատկերացնում ես, որ չի կարող, ասենք այս ժամը լինի, էլի։ Իսկ 2011 թվականին, որ ասեցիք էլի նման կարկուտեր եկել այդ ժամանակ փոխհատուցվել էր վնասը բնակիչների, ինչ-որ աջակցություն ստացել էին բնակիչները տուժած, թե այդ ժամանակ էլ չէին ստացել։ Չեն ստացել։ Չէ։ Բնակիչներից ոչ մեկը չի ստացել, ոչ մեկը կարամ 100%-ով ասեմ, որ ոչ մեկը չի ստացել։ Ասենք ալիքներ ունեն գյուղում։ Դե ասենք մեր հայաստանյան փորձը ցույց է տալիս, որ եղել է
պատմությունը ոնց կա, դենց էլ կերկրնում այս։ Հակակարգային կայացեր կան տարածքում։ Չէ, չկա։ Չունենք։ Այդ սովետական միության ժամանակ մեր սարերում դրած ա եղել այդ հակակարգութային ու նորմալ եղել է, գործել է ու տենց կարկուտներ չեն եղել ու ասենք գյուղի տարեստերին ես 3 հարցրել եմ, իրանք պնդել են, որ սենց բան վերջի 70 տարում չի եղել, էլի։ Ահավոր խոշոր էր, էլի։ Ասենք այդ խոշորության չափով, եթե ինտենսիվ ձևի այդ 7 րոպեն որ ստեղ եկել է, ուղղակի մանրացավ, էլի։ Այդ խոշորությամբ եթե եկել էր, թվում է ոչ մնա, ոչ թե չէր մնա, այլ այդ ժեշտերն էլ, այդ թիթեղյա տանիքներ կծակեր, չգիտեմ ուր կա հաստատ։ Ուժգին հարված է, ահավոր։ Ասենք ես մեր ընկերներից մարդ գիտեմ, գլխին տվել ու ասում եմ, զգում եմ, որ ես ինձ վնասել եմ։ Երեկվա այդ կարկուտը։ Հա, այդ ամսի 19-ի կարկուտի հարևան գյուղից, մի 5 անգամ ավելի շատ է հարևան գյուղի վնասը, քան մեր գյուղին։ Դաժե մենք այդ կարկուտից հետո մեր գյուղում կայնած էինք, դաժե Վրաստանի դրա մեքենաեր եկավ, կայնեց, այդ Mercedes մակնիշի մեքենայի հետևի շուշեկներ էր ջարդել, լրիվ քշրված, դեմիններ հետևի, ընդհանրապես ոչ մի բան չկար։